Ռուսաստանի ստեղծված ճգնաժամը եղած թեկնածուներից ով ավելի լավ կկարգավորի։ Ով լինի պիտի Ռուսաստանի հարաբերությունը դեպի լավը տանի, ոչ թե դեպի վատը։ Որտեղ մեր միակ շուկան Ռուսաստանը, մեր ապրանքը Եվրոպային պետք չի։ Այդ ինչ որ ջերմուկա, կլուբնիկա եսի ինչ այդ մեր շուկայի Եվրոպայի շուկայի համար Եվրոպայից են արտանում, Հոլանդիայից են ծաղիկները բերում, վաճառում։ Ռուսաստանը Եվրոպայի վրա է վետոներ դնում, սանկցիաներ դնում, չի թողում իրանց մոտ լճացում ալնում։ Ուր մնաց մենք մեր տանենք Եվրոպա կամ ինչով ենք տանելու։ Եթե մենք 2000 կիլոմետր չենք կարող հաղթահարենք, դժվարությամբ ենք հաղթահարում հասնում Ռուսաստան, իսկ Եվրոպա ոնց ենք հաղթահարելու։ Հենց որ մեր ամենավստահելի, ամենահարմար շուկան Ռուսաստանն է այսօր։ Որ ժողովրդին ինչ որ չափով օգներ, այսօր մտերենք խանութ պարտանյութերը կրկնապատկվել է գինը։ Կրկնապատկից էլ բարձր է կանգնում արդեն 10%-ով։ Թե առնում ենք 5600, հիմա 12000, 13000 դրամ է։ Որը մեր համար շատ վատ է։ Այմա ով կարող հարաբերությունները նորից կարգավորի, նորից դառնանք, չգիտեմ, դաշնակիցներ, որ սահման չխախտվի, որ սա գյուղացի։ Ով որ գլուխ ունի, ով որ խելք ունի, ով որ ծաղրացուցի, ով որ Ալիևի ոտի տգի հողը չի։ Այդ կարող անի։ Իմ կարծիքով ով կարա եւ ցանկություն ունի կարգավորելու, իրանք իրանց քարոզարշավի մեջ պարզ են ասում, բոլորն էլ ովքեր ձգտում են դեպի Եվրոպա, նրանք էլ չեն թաքցնում, պարզ են ասում, նաեւ դրանցից ովքեր հակա ռուսական են եւ պարզ տանում են թշնամություն դեպի Ռուսաստան, նրանք էլ չեն կարողանում թաքցնել իրանց այդ թշնամությունը, պարզ ասում են, իրանց տարբեր զրույցները, տարբեր հարցազրույցները լսելով ուղղակի պարզ է դառնում, ով ինչ է ուզում։ Ով կարա այն որ այն մարդը որ կարենա նրանց հետ լեզու գտնի։ Ու ես լավ տեղյակ եմ Սամվել կարա, ես իր քաղաքականություն մտնելը անսպասելի էր, գիտեք ինչից հետո սկսվեց, հա, եթե դուք հիմա գնաք Տաշիր, չգիտեմ եղել եք Տաշիր թե չէ, եթե նա որևէ քաղաք է հիշեցնում, այդ լրիվ Սամվել Կարապետյանն է։ Նա այն մարդն է, որ ինչ ասեց անելու է։ Մի 5 տարի եթե մնաց, Հայաստանին պլյուս է լինելու, էդի 100%։ Հասկանում ես չեմ ասում ինչ որ բաներ, ու ինքն էլ ասեմ դժվար է լինելու, որովհետև երկիրը այն վիճակի է, որ սարսափելի է վիճակը։ Ինչ նպատակ դրեց, ինքը ավարտելու այդպես բնավորություն ունի։ Ասենք մի բան որ ուզեց սարքի, ասենք ինչքան ծննդատներ է սարքի Հայաստանում, երևի գյուղ չկա, որ մի բան արած չլինի, ծննդատներ, դպրոցներ, Երևանում ինչեր արենդե այգի է, բան արե, կրկեսի շենքը, տարածաշրջանում այդպես բանով չկա էլի, գիտեք, Տաշիր արենա է կոչվում, այդ լրիվ ինքն իր միջոցներով, պետական ոչ մի բան, ուրիշ բաներ էլ Երևանում տեսնում եք էլի։ Այո, ինքը երիտասարդ է, ինքը բան չի, ու այդ բանով ինքը ստիպված է մտե, ու դա իր համար ինչ որ պատվի հարց է համել։ Ես կարծում եմ, որ դրական կլինի իր այսօր քաղաքականություն մտնելը, գոնե ասենք կդադարեցվի այս գոնե կանգնեցվի այս քայքայումը։ Սամվել Կարապետյանը Հայաստանի համար ինչքան բան կարողություններ ա ներդրել, կարողություններ, սարսափելի կարողություններ։ Սամվել ես մենակ գիտեմ, թե բիզնեսներ ունի։ Շատ հայերի օգուտացվեց, այս վերջերն եմ տելևիզորը ցույց են տալի, այս ժամանակ եմ իրանց ասել են Սամվել Կարապետյան։ Թող մեզ ղեկավար նստի ու այդ հարցերը լրիվ լուծե մեղքենք։ Երկրաշարժ ենք տեսել, մութ ու լույս տարիներ ենք տեսել, շատ վատ է մեր վիճակը եղել։ Ես չգիտեմ, մենք կընտրենք, մեծ սիրով գնաց ընտրել ենք, բայց մեր ընտրածը արդեն չգիտենք ինչ է, առաջ են կանգնած ու կկանգնենք, չգիտենք։ Բոլոր են ուժերը, որոնք որ ճիշտ տնտեսական հաշվարկներ են անում եւ ելնելով այդ տնտեսական հաշվարկներից ժողովրդին բան են բացատրում։ Ես կոնկրետ մի ուժի չեմ ասելու, որովհետեւ հետո չասեն թե ինչ որ ուղղվածություն կա, բայց ժողովուրդը պետք է լսի այն ուժերին, որոնք որ բարձրագույն կրթությամբ տնտեսագետները բացատրում են, թե երկիրը ինչ տնտեսական պաշտությունների առաջ է կանգնելու։ Տնտեսագետներին թող լսեն, կրթություն ստացած, բարձրագույն կրթությամբ, խելացի տնտեսագետների, որոնք մեր ազգի մեջ կան։ Մարդկանց անուններ չեմ տալիս, որ չասեմ, բայց ես մենակ մի բան գիտեմ, որ եթե
այսպես շարունակվի ու Ռուսաստանը մի քիչ էլ զայրանա, ուրեմն ազգը կամ մրսելու է կամ սոված է մնալու։ Վերջ։ Չեմ կրասել։ Փաշինյանն որ չեղնի մնացած է երևի կրալ։